Այդ շրջանում եւ ինձ մոտ եւ սոսի մոտ նույն անցումային փուլներ։ Օ, ճիշտ։ Դե լավ, հիշում ես։ Ո՞նց էսի, չէ, ես կներես զբաղված էի դերով։ Ոչ, դու էլ քո խնդիրներով էիր զբաղված։ Օй, բոլորս էինք այդ ժամանակ խնդիրներով, չգիտեմ, շատ տարօրինակ շրջաններ։ Ու հա, երբ որ ֆիլմը եղավ, պրեմիերան եղավ, անցավ ինչ-որ ժամանակ, ես ու սոսը մի օր պատահաբար այլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ իրար տեսանք, ողջունեցինք, ո՞նց ես, ո՞նց չես, այսինքն անցնում ենք, ասում մի րոպե կանգնեք, մի հատ նկարվեք, այսինքն կանգնեցինք, նկարվեցինք ու անցանք գնացինք, հաջորդ օրը արթնացանք մի նոր սիրավեպի պատմությամբ։ Վայ լրատվականները, ես իրենց անունը որ իրականում այդ ֆիլմից հետո մեր մոտ սիրավեպ սկսեց ինչի պատճառով էլ մենք երկուսս էլ բաժանվեցինք։ Այ աստված իմ, մի բան ասեմ, օրիգինալ է պիտի գտնվել։ Այդպիսի սեր ես ուզում դու։ Ու հա օրիգինալ սեր եմ ուզում ինչ խոսք։ Դա։ Դե հա, ինչ է իրականությունը իրականում ու ինչպես կարող են մարդիկ այդ ամեն ինչի կողքից տեսնել։ Նայր, ես չեմ կարող մեղադրել, որովհետև երբ որ քիմիան լավ բռնում է ֆիլմում, մարդիկ դա միանգամից ստանում են արտաքին աշխարհ։ Ես իմ բոլոր խաղացած դերերում այդ этаպում ենթադրում եմ կապել են։ Հիմա արդեն լավ չեմ հիշում, այն ժամանակ էլ սոցկայքեր չկային շատ։ Հա, բայց բնական է, հետո տեսնում եմ, որ ամեն մարդ իր ընթացքն ունի եւ իր ձևով է ապրում, ու ֆիլմը ֆիլմ է։ Չնայած նայր, Անջելինա Ջոլին եւ Բրեդ Պիտը միասին սկսեցին ընտանիք կազմել, հա, իրենց այդ ֆիլմից հետո, Միսթեր եւ Միսիս Սմիթից հետո։ Այնպես որ ինչով չէի կարող դու եւ Սոսը միասին լինել մեր ֆիլմից հետո։ Բայց ասում եմ զուտ ինչքան ափսոս էր մեր ողբերգուցի, չէ։ Մենք նույնիսկ միասին Ամերիկա են գնացել, նա լավ էլի չես հիշում։ Չեմ կարող մոռանալ, որովհետեւ Սոսը առավոտվա 4-ին ափսեներ էր լվան, որ տանը մաքուր լինի։